Եթե իրանց ասելով վարկերի տոկոսները մտնում էր, որի արդյունքում սակագինը թանկ էր, եւ մի քանի այդ խմբակի ներկայացուցիչները հայտարարում էին, որ տարածաշրջանում ամենաթանկն է, 6 ամիս է դուք եք կառավարում եւ առաջին անգամ դուք իրավունք ունեք նաեւ դիմեք հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողով իջացնելու համար։ Հիմա ֆիքսենք, իրենք ասում են մենք շատ լավ ենք կառավարում, իրենք ասում են, որ այսպես թալանվել է, չգիտեմ, կոռուպցիա եւ այլ հիմա չկա, բայց ուր են գնում այդ գումարները, եթե մենք թալանում ենք, մեր մոտ կար կոռուպցիա, հիմա իրանք անդադ գրում են, այսքան վերադարձրեցին, դե ի՞նչ ասեք սակագինը։ Երկու տարբերակ է։ Կա 3, կամ մեր այսպես չակերտների մեջ թալանած իրենք շարունակում են, կամ դա իրականում չի եղել, կամ մեր ժամանակ չի եղել, իրենք են անում։ Չկա այստեղ այլ տարբերակ չկա։ Ինչպես կարող ես գազ, լավ աշխատել, ամբողջ օրը գլուխ գովալ, բոլոր այսպես վիդեոներ, չգիտեմ, տարբեր թվեր ես ապրանք, այսքան էժան առա ես ապրանք, բա ուր մնաց այդ գումարներ ուր է գնում։ Հիմա իրենք կարող են հայտարարել, մենք լրացուցիչ ներդրումներ ենք կատարել, ինչու։ Կամ ով է տեսնելու այդ ներդրումները։ Բերեք սակագին իջացրեք։ Նորից կրկնում եմ, 1% հնարավորություն ունեն, թեկուզ 1 դրամով կիջացնեն, որպես նախընտրական, այսպես արշավի մի մաս, որպես գովազդ իրենց։ Պատկերացեք, ինչքան վիճակա վատ եղել, որ գոնե կարողացել են պահել այս նույն սակագնում։